Հրապարակը գրում է մի Պանահիդ Մանասյանի փոխարեն խորհրդանում 3-24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր աշխատակազմի գլխավոր քարտուղարը, թե ինչու սահմանված կարգով ՄԻՊ-ը չէր ներկայացել, նա պատասխանել է, թե Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակում։ Արդեն մի քանի շաբաթ է Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է, թերթը հարցրել է գործուղման ժամկետների մասին։ Կոմիտեն աշխատում է խորհրդապահական սկզբունքով, կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը ևս կներկայացնի, եղել է պատասխանը։ Թերթը ուշագրավ է համարում, որ Հայաստանի ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման կոմիտեում գործուղման է, իսկ Հայաստանի իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերին, բայց պաշտպանի կողմից, ինչպես միշտ, ձայն բարբարո հանապատի։ Ժողովուրդը գրում է նախօրեին ԿՊ վարչության նիստի թեմաներից կարելի է ասել գլխավորը կաթողիկոսի հեռացման հարցն է եղել, թերթը իշխանական աղբյուրներից պարզել է, որ ԿՊ վարչության անդամները ևս մեկ անգամ պնդել են, որ վեհափարն ու նրա շուրջ հավաքված հոգևորականները պետք է ամեն գնով թուլանան, հանրային հնչեղություն պետք է տրվի Փաշինյանի հարցը կաթողիկոսը զավակ ունի թե ոչ։ ԿՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակվեն ու ըստ թերթի տեղեկությունների ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել էին օդանավակայան դիմավորելու Գարեգին II-ին։ ԿՊԱ-ականները կարծում են, որ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են այս հարցի առնչությամբ քաղաքական դիվիդենտներ շահել, իսկ առաջիկայում դա պետք է կանխել։ Նույն թեմայով հրապարակը գրում է ԿՊ վարչության անդամներին Փաշինյանը հրահանգել է ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը, հոգևորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել, ամեն օր թունավորել, վարկաբեկել եկեղեցու սպասավորներին, իսկ երբ ժամանակը գա, նաև ապացույցներ, փաստեր հրապարակել, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմինների կողմից ապօրինի հրահանգներ տալու, մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետևանքով առայժմ դեռ հապաղում են ճակերտավոր բացահայտումներ անել, վախենալով, որ համբերության բաժակը կլցվի ու դա հակառակ էֆեկտը կունենա։ Զուգահեռաբար իշխանությունը նաև եկեղեցու ներսում աշխատանքներ է տանում տարբեր հոգևորականների միջոցով Գարեգին II-ի դեմ կոալիցիա ստեղծելու, նրան հեռացնելու համար։ Սակայն այս պահին նման հոգևորականները դեռ փոքրամասնություն են ու դժվար էլ կարողանան մեծամասնություն դառնալ եկեղեցու ներսում իշխանափոխություն իրականացնել, գրում է թերթը։ Հրապարակը գրում է Ռոսիամոլի ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ, խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում զբաղվել են ոսկյա զարդեր վաճառելով։ Թերթին պատմել են, որ Սուքյասյանների ընտանիքը տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի ու իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։ Սիլ կոնցեռնի մամլո պատասխանատուն թերթին ասել է, օրենքով նախատեսված կարգով 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առևտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել, այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այնինչ նպատակով կծառայի դեռ հայտնի չէ։ Ժողովրդում էլ կարդում ենք այսօր լրանում է 24 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին ու մինչև օրս ոստիկանության պաշտոնյաներից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը որպես մեղադրյալ դատարանի առաջ կանգնել են 16 հոգի, ինչպես հայտնի է 1 տարի առաջ այս օրը Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, Տավուշը հանուն հայրենիքի շարժման անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր հարց ու պատասխանը, որտեղ էր Նիկոլ Փաշինյանը։ Սրբազանը կոչ արեց շրջափակել ԱԺ ելքերն ու մուտքերը, դրանից հետո իրավիճակը լարվեց, բախումների հետևանքով 100-ից ավելի մարդ վիրավորվեց, լուսաձայնային նռնակների պայթյունից վիրավորված ցուցարարների մեկի ձեռքի դաստակը ամպուտացվեց։ Ոստիկանությունը կիրառել էր լուսաձայնային 20 զարյա տեսակի նռնակ, նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում ու մարդկանցից նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա ու բազմության ուղղությամբ։ Վիրավորվեցին նաև լրագրողներ, օպերատորներ, բայց մինչև օրս կիրառված որևէ նռնակի համար մեղադրյալ չկա, գրում է թերթը։